Սա տնտեսական տերոր է մեզ համարում։ Սոցիալ-տնտեսական զարգացման կենտրոնի ղեկավարը նախ այսպես է մեկնաբանում այն, ինչ ապրիլի վերջից տեղի է ունենում դեպի հյուսիս, ավելի կոնկրետ Ռուսաստան, ճանապարհ բռնած հայկական ալկոհոլային բեռների, մասնավորապես կոնյակի հետ։ Այդպես էլ վրացական անցակետը չեն հատում։ Իրենք փորձում են իբր թե ավելի Ավելի խիստ ստուգել ու փորձաքննելու տարանցիկ հետազոտելու իրավունքը մեր հարևաններն ունեն, համապատասխան օրենք կարգը կա, բայց այնպես չէ, թե այդ օրենքը միայն 3 ամիս առաջ են գրել ու հատուկ մեզ համար, այսպես երբեք չի եղել։ Նման մասշտաբներով իրականացումը խոսում է, որ ոչ թե սա զուտ այսպես իրավական նորմի կիրառումն է, այլ կա որոշակի նաև սուբյեկտիվ գործոն։ Կա պահանջ, որ պիտի արտահանողները, այդ թվում նաև հայկական, էլեկտրոնային տարբերակով ձեռք բերեն լիցենզիա, արտահանման լիցենզիա, որը որ մեր արտահանողները չունեն, բայց ես խոսեցի իմ վրացական գործընկերների հետ եւ նրանք իրենց մաքսային ծառայություններում ճշտեցին, որ փաստաթղթերի պակաս չկա։ Ընթացակարգերը զուտ բարդացել են, սա վրացական դիրքորոշումն է, բայց դե անհնարին ոչինչ չկա։ Ասում են, որ օրինակ վրացական կողմը, երբ որ այդ բեռները պահել էր, $1500 կաշառք էր վերցնում մեկ մեքենայի համար։ Ամեն դեպքում ինչու եւ ինչպես առաջացավ այս խնդիրը, Սուրանկյան զրուցակիցները դավադրապաշտությունների կողմնակից չեն, իրադարձություններն ու դրանց հաջորդականությունը ուղիղ են դիտարկում, հստակ վերլուծում։ Վրացական իշխանությունները կամ վրացի խաղող արտադրողները անցած տարի պայմանավորվածություն են ունեցել մեր կոնյակի եւ ալկոհոլային խմիչքների արտադրողների հետ, որ վրացական խաղողը պետք է մթերեին եւ դա արտահանեին Ռուսաստան, այլ երկրներ կոնյակի ապրանքանիշի անվան տակ։ Հայկական կողմը այս տարի այդ գնումները չի կատարել, օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառով, հայկական կողմը նշում է, որ թանկ է, որ դրա համար ես չեմ գնում վրացական սպիրտը, եւ ըստ էության կարող ենք ասել սա այսպես վրացական մասնավորի եւ պետության հետ միասին ազդակ է մեր ալկոհոլային խմիչքներ արտադրողներին։ Վրաստանի էկոնոմիկան շատ կախված է Թուրքիայից եւ Ադրբեջանից, այսինքն շատ հնարավոր է, որ իրենք կատարեն այդ երկրների նաեւ ցանկությունը ճնշելու համար հայկական կողմին։ Քանի որ ռուսական սահմանի վրա կանգնեց բեռը, հիմա ռուսներն են ուշացնում։ Կարելի է ենթադրել, որ այդտեղ ռուսական հետքեր կան։ Եվ այստեղ մի հետաքրքիր, այսպես ասած, պատահականություն կամ էլ դեպքերի անմեղ համընկնում։ Հայ վարորդն է կադրում վրացական գեզի խիստ վտանգավոր բեռների տեղափոխման տերմինալից։ Հայկական հերթը թուրքականին զիջել են պարտադրել վրաց մաքսավորները։ Առավոտ հայկական ավտոները եկել են կայեն, որ անալիզի համար հերթ պահեն, ստե անալիզի այդ գործողությունը կապի։ Հայկական ավտոները ստեից հանում են, թուրքական ավտոները կայնեցնում են։ Խնդրեմ, լստե։ Հայկական ավտոներ։ Ինչ է ասում հայկական կողմը, պաշտոնյաները նախ մտահոգվեցին, հետո ձևակերպեցին։ Խնդիրը մեր կառավարության հետ չէ, հետո բիզնեսին խոստացան արագ լուծել հարցերը։ Արագ ասածը շուրջ 2 շաբաթ տևեց։ Այո, խոստումից ճիշտ 2 շաբաթ անց միայն վրացիները ընդամենը 52 բեռնատարի թույլ տվեցին հատել սահմանը, գնալ հասնել ռուսական դաշնություն։ Վրաստանի գյուղատնտեսության շրջակա միջավայրի նախարար Վաղ ժամանի Հայաստան, որպեսզի այս եղած պարտավորությունները ել ավելի ամրապնդենք, մեխանիզմների ներբությունները վերջնական ֆիքսենք, որպեսզի process-ը գնա առաջ։ Այս հայտարարությունը էկոնոմիկայի նախարարը հունիսի 5-ին արեց, վաղը, այսինքն հունիսի 6-ը եկավ, բայց վրաց պաշտոնյան մեր երկիր չեկավ։ Պաշտոնական բացատրությունն էր, վրացի նախարարը զբաղված է։ Այստեղ հիշենք նաև, որ առաջինը խնդրի լուծման նպատակով Գևորգ Պապոյանն էր որոշել Թբիլիսի գնալ։ Այցը չեղարկվեց, նախարարը պնդեց, իր գնալով հարց չէր լուծվելու ու թեպետ արտաքին քաղաքական գերատեսչությունն այս հարցում ուղիղ չի բանակցում, այնուամենայնիվ պրոբլեմն առանց մեկնաբանության չի թողել Արարատ Միրզոյանը։ Խնդիրներ կան, որոնք կարող են տպավորություն թողել, որ արհեստականորեն են առաջացվում, եւ խնդիրներ էլ կան, որոնք այնուամենայնիվ նու առնվազն շանս ունեն կամ արժանի են համարվելու հիմնավոր։ Պետությունը լավատեյակ էր խնդրի իրական պատճառների մասին, ցավոք այդ պատճառներին ինքը պատշաճ ուշադրություն չդարձրեց եւ երբ որ վրացական կողմը արդեն սկսեց իր քայլերը, նոր նրանք փորձեցին այսպես սկսել որոշակի բանակցություններ, քայլեր, հասկանալ խնդիրը եւ այլն։ Դա ճիշտ մոտեցում չէ։ Մեր պետական մարմինները ես վստահ եմ, որ իրենք գիտեն օբյեկտիվ պատճառները, բայց չեն արձագանքում։
չեն արտահայտում։ Ինչու՞։ Ինձ թվում է, այստեղ կան որոշակի Հայաստան-Վրաստան հարաբերությունների հետ կապված նաև խնդիրներ։ Մինչև բոլորը սպասում են այս թնջուկի լուծմանը կամ հավատում, որ այդ պահն էլ գալու է, փորձագետները վերլուծում են, խորհուրդ տալիս ավելորդ չշտապել, ամեն բան դեռ միայն սկսվում է։ Իրենք բացարձակապես ուսումնասիրեցին բոլոր մեր կոնյակ արտահանողների փաստաթղթերը եւ նաև կոնյակը։ Այսինքն իրենք տիրապետեցին հայկական կոնյակի շուկային վերաբերվող գաղտնի ինֆորմացիայի։ Ռուսական գնորդի անունը, ինչ քանակի է ուղարկվում, ինչ գնով լաբորատոր անալիզով որակը։ Իդեպ, սեփական օրենսդրության կանոնների վրա շատ կենտրոնացումն է հավանաբար վրացական կողմում միջազգային օրենքները մոռացության մատնել։ Մասնագետներն են գնահատում։ Ի վերջո, կա առևտրի համաշխարհային կազմակերպություն, այս կառույցը հստակ պահանջներ ունի անդամ պետություններից, որոնք անզեն աչքին պարզ են, բացեի բաց խախտվել են։ Ես օրինակ հորդորում եի, ասում էի համաշխարհային առևտրի կազմակերպության կողմից ճնշումների ենթարկել, որտեղ իրենք խախտում են տրանզիտ բեռների բացթողնման ազատ իրավունքը։ Խախտել են այդ իրավունքը։ Որքան կտևի դրա այդ հարցի ուսումնասիրությունը, ոչ մեկ չի կարող ասել, կարող է ունենանք իրավիճակ, ենթադրենք դա տևի 1-2 տարի այդ հարցի ուսումնասիրությունը, լավ 1-2 տարի որոշում կայացնի, այո, վրացական կողմը սխալ էր, դրանից մեզ ինչ։ Այնուամենայնիվ, ինչ է սպասվում, ինչի պատրաստ լինել, մասնագետների կանխատեսումները ոչ լույսի մասին են, ոչ էլ գոնե լուսավոր։ Կոնյակագործությունը բավականին մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեցող ոլորտ է, մթերման ծավալները կարող են նվազել։ Դա կնշանակի լուրջ վնաս հասցնել խաղող արտադրողներին, ֆերմերներին, կարող է բերել խառնաշփոթի, աղքատության, իրենք էլ վարկեր ունեն վերցրած, իրենք էլ իրենց վարկերը չեն մարելու, ու հիմա պետությունը փորձում է անուսալի վարկեր մարել, բայց հիմա պոչից կմիանան մեկ էլ տեսար այլ ֆերմերներ, արկղ արտադրողներ, շիշ արտադրողներ, խացան արտադրողներ, ազդի նրանց վրա։ Մենք ունենանք արտաժույթի նվազում, արտահանման նվազմամբ եւ գյուղ ոլորտում էական անկում։ Ու մինչև քննարկենք, եզրակացնենք ու հանգուցալուծենք մեր կոնյակի հարցը, Ռուսաստանից նոր զգուշացում ունենք։ Երկուշաբթի օրվանից կարող է մեր ծաղիկների ներմուծումն արգելեն։ Ասում են 13 վարակված հայկական բույս են հայտնաբերել։ Ռոսսել խոզնաձորը 14 օրեր տվել հայկական կողմին բուսական արտադրանքում հայտնաբերվող վտանգավոր վնասատուների ներթափանցումը կասեցնելու համար։ Միայն թե Ռուսաստանի գյուղատնտեսության վերահսկողության դաշնային այս ծառայությունը Երևան ավելի կոնկրետ սննդամթերքի անվտանգության տեսչական ուղարկած իր նամակում այդպես էլ չի նշել, որ ընկերության կամ որ խմբականակի մասին է խոսքը։ Այստեղ միայն ենթադրում են արտահանման ծավալներն ավելացել են, ռուսներին թվում է հայկական ծաղիկները երրորդ երկրից են բերում, այստեղ հավաստագրում ու ճանապարհ դնում։ Վրաց-ռուսական գործողությունները տարօրինակորեն համընկնում են նաև ժամանակահատվածով։ Իհարկե նմանություններ կան։ Ռուսական կողմի ռետորաբանությունը բավականին խստացել է, չէ, Հայաստանի հանդեպ, պահանջների հանդեպ, ինչ որ իրենք ռիսկեր են տեսնում կամ ինչ որ պատերազմի կամ այլ կոնֆլիկտների ռիսկեր են հուշում, գուցե նախազգուշացնում են։ Այնուամենայնիվ, այն ինչ տեսնում ենք, ինչի ականատեսն ենք այսօր, տարիներ առաջ միայն ծիծաղ կարող էր առաջացնել, եթե մեզ պատմեին կամ մեզ համար կանխատեսեին, նախատեսեին։ Անշուշտ բարդ օրեր են ապրում մեր եղբայրական ու ռազմավարական համարվող հարաբերությունները։ Մի բան այն չէ, ինչը պարզ չէ։ Ֆրունզը, Կիկաբիձեն ու լավ, Կոբզոնն էլ երևի թե չհավատային։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, Վահան Գուլոյան, Սուրանկյուն։